Եթե ազգը սիրահարված է իր դահիճին, նախիրի պես կմորթվի։ Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ ուզում է թշնամին։ Եվ ով կարող է օգնել մի ժողովրդի, ով ինքն է սրում թշնամու սուրը, Որպեսի թշնամիքդ քեզ հարգեն, պատժիր ազգիդ դավաճաններին։ Շուշին տվել։ Հիմա ո՞վ է Շուշին տվել։ Շուշին մի դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկզբնական շրջան։ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի % ադրբեջանական բնակչություն։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի % ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է այդ կարգավիճակով Շուշիից առաջ Հայաստան տեսակի վրա պորնիկ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի։ Պատերազմի կանխարգելումը դու 100% իմանալու միանշանակ պետք է ենթադրել հայկական կողմի հրաժարումը Հայաստանը եւ Բրճուտարար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից եւ ապարտեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից Կարող ենք մենք խոսապել պատերազմից։ Այո, կարող ենք, եթե համաձայնվեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջաններ ներառյալ Շուշի։ Передача Шуши делаем, вопрос никогда не ставился. Ինչ շատերը մեղադրում էին հրապարակային, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել։ Пашинян мне прямо сказал, что видит в этом угрозу для интересов Армении и Карабаха. Мне сейчас не очень понятно, в чем эта угроза была бы. Ունի Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան կան։ Շուշիի համար պատասխանը ինձ պետք է ինչ է, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբը ինչի է 2 օր ուշացումով, օրուկես ուշացումով տեղ հասնի։ Հիշում եք, որ ասում էին բան, իշխանությունը բան արել, Շուշին տվել է, Շուշին ծախել է, էս արել էր, էն արել։ Շատ լավ քրեական գործ է հարուցված։ Մարդը ձերբակալված է տարումով, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանության։ Հիմա ով է Շուշին տվել։ Ով է Շուշին տվել։ Հիմա ով է Շուշին տվել։ Կարաբաղը հանձնելու ենք առուխի դեպքերը ձեզ օրինակ։ Կտոր,